Ուրեմն մարդու կազմվածքի մեջ մի զգալի մասը ջուրը, հետո հողնա, հետո օդնա, հետո կրակնա, չէ՞։ 4 տարիից է մարդը, ընդհանրապես բնություն 4 տարիից է կվաղկացած։ Այս 4 տարի կարևորագույն հանգամանքը որն է, օդն է, չէ՞։ Առանց օդի մարդը չի կարող շնչել, բուսականությունը, ամեն ինչ էլ կարևոր են, բայց օդը շատ կարևոր հանգամանք է։ Օրինակ շատ մոլորակների վրա օդ չկա, դրա համար բուսականություն, կենդանականություն չկա։ Օդն ինչ է, ասում է Սուրիկոր Տաթևացի, միտքն է։ Աստված այդ միտքը բաց տարածությունը մեր հոգու մեջ դրել է, որպեսզի մենք ինքներս լցնենք։ Հասկանում եք, միտքը դա օդ տա, բաց տարածությունը։ Ուրիշ բան է միտքը, ուրիշ բան է մտածելու կարողությունը, ուրիշ բան է խելքը, հա։ Միտք բոլորն ունեն, բայց խելք ոչ բոլորն ունեն։ Միտք բոլորն ունեն, բայց մտածելու կարողություն շատ քչեր ունեն։ Հնում մարգարեներն գիտես ինչ էին ասում։ Տեսանողներ։ Իսկ իմաստասերներին ասում են մտածողներ։ Տեսեք, մարդկության պատմության մեջ մի Արիստոտել, մի Պլատոն, մի Սոկրատ կամ հզոր իմաստասերներ չէ, իրենք կարողանում են մտածել։ Այսինքն Աստված այս հզոր ուժը, միտքը տվել է մեզ, որպեսզի մենք մտածենք, բայց այդ մտածողության համար օդ է պետք, հասկանում ես, տարածություն է մեզ պետք, որպես մի կարողանանք մտածել, ինքնուրույն կարողանանք գործել, բայց այդ դատարկը մենք չենք կարողանում լցնել, մեկն էլ կանգնած է, գիտի ձևերը լցնել, գիտեք, չէ՞։ Այսինքն չարը մտքի վարպետ է։ Պողոս Առաքյալը ասում է չարի պաշտոնյաները օդային շերտում են։ Ինքը օդի վարպետ է, ասեմ ձեզ, չարը։ Այսինքն մտքի վարպետը ինքը կարողանում է մեր դատարկը իր միջոցով լցնել։ Ինչպես է լցնում։ Մեր թույլ տեղերն իմանալով։ Հա։ Ամեն մեկին գիտի ինչ թույլ տեղ ունի։ Օրինակ քրիստոնյաների մոտ ինչն է միշտ մենք թերանում ենք։ Մենք միշտ ընկնում ենք կեղծ խղճահարության մեջ։ Մենք լուն փիղ ենք ծարքում։ Վայ, դե թողեք այդ վայրը, էլի երգա։ Մենակ դու չես, ինքան հավատացյալների եմ լսել, որ ասում են գնում ենք հաղորդություն ստանալու, մեկ էլ տեսած շարքից հետ են դառնում։ Մտքովս մի բան անցավ, պատրաստ չեմ, անարժան եմ, ես ինչ հետ արծր։ Արժան ես, անարժան ես, դիմի կողմ, դու ում ես ուզում գնուս հաղորդություն ստանալ։ Ինչու ես մանուկը մորն է փափագում, ցանկանում, գնում եմ Քրիստոսի հետ միավորվեմ։ Որ երեխան է մտածում ես արժանի եմ իմ մորը, թե անարժան եմ։ Դու երեխայացի, ու մտածի արժանի ես քո մոր կաթը ուտելու թե չէ։ Չէ, դու մանկան նման դարձի, փափագի քո մոր կաթը, գնա։ Էլ մտածի արժանի ես, անարժան ես։ Հիմա ուրեմն ուրիշ բան է միտքը, ուրիշ բան է խելքը, ուրիշ բան է օդը, ուրիշ բան է դրա պարունակությունը։ Մենք մեր դատարկը պետք է լցնենք, մեր միտքը պետք է լցնենք, մենք զբաղեցնենք մեր միտքը, մեր միտքը պետք է վարժենք, վարժանք պետք է անենք, մտավոր վարժանքներ պետք է անենք, որոնք են այդ մտավոր վարժանքները, աղոթքները, մենք պետք է անգիր աղոթքներ իմանանք, ներսեշնալու հավատով խոստովան մի 24 տունը պետք է իմանանք, նարեկացու որդի Աստծուն պետք է իմանանք, ու անընդհատ մտքի մեջ աղոթենք։ Դու էլ մտավոր վարժանքները, տես այդ միտքը դու լցրու, տես դատարկը կլցվի, թե չէ, բայց մենք ինքան դարձել ենք եսի ինչ, մտքի գերի ենք դարձել, խղճի գերի ենք դարձել, մենք չենք կառավարում, մենք ուժեղ չենք, հələ փորձություն էլ մեր վրա չի եկել, բա որ փորձություն էլ մի կողմից գա, երբ է քամի լինում, երբ որ տաք ու սառը հոսանքները բախվում են, չէ՞։ Տեսել եք, երբ որ եղանակը պետք է փոխվի, տաք ու սառը հոսանքները գալիս են,
Քամի է ալնում, որ քամի ալնում, ասում ենք ամպեր կբերի, վերջը անձրև կգա կամ ամպերը կտանի, տաք կլինի։ Այդպես էլ մեր միտքը օդա, տաք ու սառը հոսանքները գալիս են, այս կբացառեմ տաք ու սառը հոսանքները, որոնք են, ու մեր մեջ քամի ալնում, մեր մտքի մեջ քամի ալնում, տաք են մեր հոգու ջերմությունը, Աստված մեր մեջ կա, մեր սրտի մեջ կա, հա, բայց չարը վերևից սառը հոսանքն է բերում, այդ մեր խղճի միջոցով ինք քամի է, ուղղակի քամի է մեր մեջ առաջացնում, այդքան բան, ուժ բան չի կարող անել, հա, բայց այդ քամին մեր մեջ խառնաշփոթ առաջացնում, ցայտնոտի մեջ ենք մենք ընկնում, հելմե դուր լուսամուտ փագի, այդ սառը հոսանքները թող, հեչը վառել ես դուր լուսամուտ փագի, տակացի, նստի տակացի, ինչ ես դուր լուսամուտ բացել, ասում ես, վայ, մրսում եմ, վարել ես, ուրեմն դուր լուսամուտ պիտի փակես, որ տաքան հաս, վակուում ստեղծի, չարի համար դու փակի, բարու համար բացի, բա խելքը քեզ Աստված ինչ չի տվել։ Միտքը Աստված խելքը մեզ տվել է, որպես մեր բարեկամը դարձնենք, բայց մեր խելքը մենք դառնում ենք մեր թշնամի։ Ո՞վ է տեսնին մարդ իր զենքը վերցնի, ինքն իրան սպանի։ Այդպես է։ Միտքը չի տվել Աստված մարդ։ Հզոր զենք է միտքը։ Հզորագույն զենք։ Ես որ ասում եմ մտածում ես, այդքան որ մտածում ես գիտնական կդառնաս, բա որ մտածում ես գիտնական չէ դառար, ո՞ւմ է մտածի։ Եթե մտածում ես հայտնագործություն արա, մի գյուտ արա, եթե չես կարող մի մտածի։ Ուրեմն միտքը հզոր զենք է, որ մենք պետք է բարին օգտագործենք։ Խաղաղենք, հանդարտվենք, դուր լուսամուտ փակվենք, նստենք վարարան մոտ տաքանանք էլի, երիք մրսանք։ Ամեն։